Վանաձորի քաղաքապետարանը այս տարվա 9 ամիսներին ավելի քան 14 միլիոն դրամ է հատկացրել պարգևատրումների, խրախուսումների ու հատուկ վճարների համար։ Գումարները հատկացվել են քաղաքապետարանի աշխատակիցներին ու համայնքային աշխատողներին Ամանորի և Սուրբ Ծննդյան, մարտի 8-ի և ապրիլի 7-ի կապակցությամբ։ Ավականու անդամ Գայանե Քալանթարյանը Ազատության հետ զրույցում ասաց, որ 14 միլիոն դրամը թեև շռայլություն չի համարում, բայց կարծում է, որ նման սուր բյուջե ունեցող քաղաքը պետք է կրճատի ծախսերը։ Ես կառաջարկեի նաև օրինակ ապրիլի 7-ի մարտի 8-ի ապրիլի 7-ը միավորել, պես ավելի գեղեցիկ միջոցառում անել։ Այդտեղ եւս կարելի է միջոցներ խնայել։ Որոշ բաներ համայնքի համար ամենայն դեպս պետք է, եթե ոչ 14 միլիոն, ապա 7 միլիոն համայնքի համար պետք է միջոցառումների համար։ Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարփինյանը բազմիցս է նշել, որ քաղաքապետարանը 100 միլիոն դրամ աշխատավարձի պարտք է կուտակել։ Համայնքային ենթակայության հիմնարկներում էլ մոտ 100 աշխատողներ են կրճատել։ Գործազուրկների թիվը չավելացնելու համար ավականու անդամ Քալանթարյանը օրերս առաջարկեց հաջորդ տարի նվազեցնել տոնակատարությունների համար նախատեսվող, ինչպես նաև հասարակական կազմակերպություններին տրվող գումարները։ Առաջարկին քաղաքապետն արձագանքել էր։ Քաղաքի քաղաքապետարանի հիմնական խնդիրները համայնքի միջոցառումների կատարումն է։ Հարգարժան ավականու անդամներ, ուրեմն, եթե ուզում եք դուք ազգաբնակչության առջև ասեք, որ դուք դեմ եք նոր տարվա տոնախմբությանը, ծաղկի տոնին, մնացածներին մենք ամբողջությամբ կհանենք։ Բայց քաղաքի, քաղաքապետարանի համայնքի հիմնական խնդիրները համայնքային միջոցառումների կատարելն է։ Հիմնական Արժեր եմ ասում, որ ես առաջին ոչ թե վերացնենք, այլ հնարավորինս կրճատել միավորել որոշ տոներ։ Վանաձորցիներից շատերը մինչդեռ չեն կարծում, որ քաղաքապետարանի աշխատանքը արժանի է պարգևատրման։ Ցույց էին տալիս սառցապատ մայթեզրերը, կենտրոնական փողոցների աղտոտված հատվածները եւ ելի խնդիրներ մատնանշում, որոնք կարելի է լուծել այդ գումարների հաշվին։ Ինչ կա այստեղ գողլել, կեղտոտություն, կեղտ, անընդհատ աղբահարություն ցախոսն, բայց շուրջ բոլորդ նայում ես լրիվ աղբահար։ Քաղաքը շատ կեղտոտ է։ Հəmի որ շենքը մտնես, օրինակ թեկուզ մեր շենքը չէ, բադեզը լուսամուտները ցելոֆոն ակաշած։ Չկա դռներն է չկա։ Մարդիկ պետք է մտածեն մարդկանց ոչ թե աշխատատեղերը կրճատելու, վերացնելու, այլ ընդհակառակը աշխատատեղերը ավելացնելու մարդկանց բարեկեցիկ կյանք ապահովելու համար։